Վերջին ժամանակներում զգալիորեն ավելացել են սպանությունները, ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Ինչ ասեմ, չար աշխարհը բալես, ինչ ասես պատահումը։ Ուղղակի պետք է մարդիկ իրար հանդեպ սիրալի լինեն, բայց այս բանը ես Հայաստանում էլ չեմ տեսնում։ Չարը շատացել է։ Ես ինչ իմանամ։ Այդ սպանողը իմանալ է, խե սպանում։ Չարությունով, մարդկանց մեջ չարությունը ավելացել է, շատացել է, որը կախված է Աստծուն չպաշտելուց։ Եթե մարդիկ լինեն աստվածապաշտ, մենք ազգով քրիստոնյա ազգ ենք, բայց անունով ենք քրիստոնյային ոչ վայրկյանքով ենք ապրում։ Եթե մենք լինենք այն ինչ որ Աստվածաշնչում գրված է այդ բարությունը, գոնե մի քիչ կկանխվի։ Ընդհանրապես մարդ սպանելը շատ դժվար բան է։ Այդ սպանողին ուրեմն ինչ վիճակ են հասցնում, որ ինքը գնում է տենց քայլի։ Էդ էլ կա։ Շատ դժվար հարցը տալի չեմ կարող պատասխանեմ, բայց որ շինց ու գործեր են լավ սարքում, այդ կարամ պատասխանեմ։ Մեր կառավարությունը տեղում չի, ինստիտուտներն էլ չեն աշխատում նորմալ։ Չեմ կարող այդ պատասխանը հստակ ասել։ Պարզապես խելոք չեք ապրում, էլի։ Հարգանք չկա, կարեկցանք չկա։ Մի բուռ ժողովուրդ ենք, փոխանակ համախմբեն այս երկերը կրիզիս ցանեն, իրար մեծ են ուտում, դա է։ Անձնական շահերից ելնելով սպանություններ են կատարում, ինչի համար։ Անդաստրակ են մեծանում երեխաները, 12 տարեկան երեխան ինչ գործ ունի, մեքենա է վարում, մարդելքություն, մեքենա է դա չի կարելի։ Այ երբ որ զգանք, որ չի կարելին, բոլորի վրա է տարածում, այդ ժամանակը մենք դուրս գանք այս կրիզից։ Որտե չի շատացել որ Ամերիկայում ավելի շատ։ Անշնորհքությունով։ Մարդիկ շատ ագրեսիվ են։ Փոքր մեծ չեն հասկանում, չգիտեմ, հարգանքը կորել է երևի։ Բոլորն էլ ասենք ինչ-որ տենց անշնորհք են պահում իրենց։ Երևի ընդհանուր իրավիճակից էլի էս ապրելակերպից, էս թանկացումներից, որ մարդիկ անելանելի վիճակի մեջ են ընկնում, ստիպված ինքնասպանության վերջ են տալիս իրենց կյանքին։ Միակ փրկությունը երևի դա է մնացել։ Երևի պատերազմական վիճակները, մարդիկ կատաղած են էլի։ Այսքան ազատություն տալ է ժողովրդին։ Պետք է յուրաքանչյուր ինչ-որ հանցակ կատարող կամ ինչ-որ սխալ գործանողին պատժվի։ Այսքան ազատությունը իմ գազկով մեր ազգությանը պետք չէ։